Հիմա ես ձեզ մի քանի հարց կտամ, խնդրում եմ կենտրոնացեք ու հստակ պատասխաններ տվեք։ Դուք եք գտել դիակը։ Ինչ էիք անում այդ տանը։ Ուղղակի գնացել էի։ Առանց հատուկ պատճառի։ Լավ, եկեք սկսենք սկզբից։ Որտեղից էիք ճանաչում Հասմիկին և ինչ հարաբերությունների մեջ էիք։ Ես ու Հասմիկը նույն դպրոցում ենք աշխատում։ Այդպես ենք ծանոթացել։ Մտերիմ եք եղել։ Այդքան էլ չէ։ Երբևէ նկատել եք տարօրինակ պահվածք։ Կամ որ վախեցած է եկել աշխատանքի։ Չէ։ Ինքը միշտ շատ բարձր տրամադրությամբ է եկել աշխատանքի։ Երբևէ կիսվել է իր խնդիրներով ձեր հետ։ Արդեն ասեցի, որ մտերիմ չենք եղել։ Ձեր ցուցմունքի մեջ նշել եք, որ տուն մտնելուն պես նկատել եք դիակը ու զանգել ոստիկանություն։ Հա, այդպես էլ եղել է։ Երբ մտաք շենք, ոչ ոքի չեք նկատել։ Չէ, ոչ մի տարօրինակ բան, սովորական բարձրացել եմ վերև։ Դուռն էր բաց։ Կիսաբաց չէր, բաց էր։ Մտել եմ ներս, տեսել ու զանգել։ Մտաք տուն, նկատեցիք դիակը ու զանգեցիք։ Չէ, զարկերն եմ ստուգել։ Տեսել եմ, որ չի խփում ու հետո նոր զանգել եմ։ Նորից եմ հարցնում։ Շենքի մուտքի մոտ կամ բակում որևիցե մեկին չեք նկատել։ Ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել։ Լավ։ Պիտի խնդրեմ մի փոքր սպասեք։ Դուք կարևոր վկա եք։ Պետ ջան,
Կներես, որ ասացի, որ վերև չգաս, ուղղակի լուրջ բան կախոսալու չեմ ուզում, որ Էլիզը լսի ու ինչ-որ մի բան հասկանա։ Ինչ ա եղել, Նորո։ Երեք անծանոթ համարից զանգ եկավ։ Վերցրեցի, ասեց, որ Բաբկենի հետ կապված ինֆորմացիա ունի։ Հետո վեր որ։ Չգիտեմ, ախպեր, այստեղ պայմանավորվեցինք, ասեց, որ կսպասի։ Գնացի, բայց մարդ չկար։ Բայց մի քանի ժամ սպասել եմ։ Հարա լավ այ ախպեր, ես ինչ կինոյի մեջ ենք։ Բայց այդ զանգողը ամեն ինչ գիտեր։ Ամեն ինչից տեղյակ է։ Բա հետո։ Արշակ, ես բժիշկ եմ կանչում, դու լավ չես։ Մագդա, լավ եմ կանցնի ու ուղղակի երեք մի քիչ խմել եմ։ Մի քիչ։ Դե, լավ, մի քիչ շատ եմ խմել։ Հիմա լողանամ կանցնի ամեն ինչ։ Այս վիճակում դու ո՞նց ես լողանալու։ Արշակ, լավ էլի։ Որ խնդրեմ կանչկը գրանցեք։ Անուն չտվեց։ Չէ, դա ոչ մի բան չասեց։ Բայց ոնց հասկանում եմ, Բաբկենի հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունի։ Նա դե պարզա որ չունենար չեր զանգի։ Բա ինչի ա կանչել հանդիպման եթե պիտի չգար։ Այ հենց էտա, որ ուզում եմ հասկանամ։ Ասի կարող է Բաբկենը իմացել է որ զանգել է քեզ դեմն առել է։ Չէ, չեմ կարծում։ Կամ ավելի ճիշտ հաստատ բան չեմ կարող ասեմ, կարող է։ Ալո։ Ալո, Էդ։ Ինչ ա եղել Մագդա։ Էդ Արշակը վատացել է, շտապ օգնություն եմ զանգել, խնդրում եմ կգաս, ես ահա որ վախենում եմ։ Գալիս եմ հենց հիմա։ Ինչ ա եղել է դա։ Արշակն ա վատացել, Նորո պիտի գնանք, արի։ Նորո չես գալի։ Վախեցած է Մագդան։ Գամ ինչ անեմ է դա։ Հա, հեչ ախպերս։ Ով ունես ընդեղ որ գաս։ Ոչ 10 տարեկան փոքր քուրիկ ունես, ոչ սիրած աղջիկ ունես։ Ինչի պիտի գաս որ։ Գիտես ինչ, ես արդեն հասկացել եմ, Ու ինչ ես հասկացել։ որ հենց թաքցնելու բան եք ունենում, դրսում եք խոսում։ Էլիս մի սկսի։ Լուրջ եմ ասում, ներվ չկա։ Իմ ներվերն էլ անվերջ չի Նորո։ Դե ուրեմն խղճա քեզ ու մի շարունակի։ Ես կարող եմ գնալ։ Շատ վատ եմ զգում ինձ, ամբողջ գիշեր չեմ քնել ու հետո Պիտի խնդրեմ մի փոքր էլ սպասեք։ ես իսկապես ինձ վատ եմ զգում։ Ասեցի, որ տեղում աշխատում են։ Հնարավոր է հարցեր առաջանան։ Մի փոքր էլ սպասեք ու ես ձեզ կճանապարհեմ։ Լավ։ Չեք հասկանում ես ինչ վիճակում եմ։ Նենց է ստացվել, որ ես այդ աղջկան ճանաչում եմ։ Գործով վկա էր։ Ջայել աղջիկ էր։ Հասկանում եմ ձեզ։ Ամեն դեպքում պետք է արագ գործել։ Առաջիկա ժամերը շատ կարևոր են։ Մի ժամ էլ սպասեք ու վերջ։ Իսկ զանգել կարող եմ։ Իհարկե կարող եք։ Դուք ընդամենը վկա եք։ Ձեզ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։
Եթե կուզեք, կասեմ ձեզ սուրճ կտան։ Չէ, շնորհակալ եմ։ Մագդա, ես արդեն լավ եմ։ Դից վախեցած հայացքով մի նայի։ Ախր բժիշկը ասես, չէ՞ քեզ որ պետքա հիվանդանոց գնալ։ Ինչի չլսեցիր։ Որովհետև զգում եմ, որ դրա կարիքը չկա։ Սովորական սպազմի համարով է վազում հիվանդանոց։ Արշակոպար։ Ինչ ա եղել ցավ տանը ոնց ես։ Այս տղուն էլ ես անհանգստացել։ Բա ինչ անեի, գիտես ինչքան եմ վախեցել։ Էդո ջան, ամեն ինչ լավ է, ոչ մի բան չկա։ Ինչ ասացին բժիշկները։ Ասացին վախենալու բան չկա, ամեն ինչ լավ է։ Չէ, բժիշկները ասացին, որ պետքա։ Այ Մագդա, վերջացրա։ Առաջարկել են գնաք հիվանդանոց։ Դու էլ հրաժարվել ես։ Ժողովուրդ կլինի փակեք այս թեման։ Ձեր հարցերից հիմա ավելի կվատանամ, նույնիսկ հիվանդանոց չեք հասցնի տանեք։ Ճանապարհին կմնամ։ Մարդը կատականելու հավես էլ ունի։ Ալո։ Ալո, Արշակ։ Արշակ, ուր ես։ Ինչ ա եղել, Լանա, որտեղ ես։ Ոստիկանությունում։ Չհասկացա։ Ինչ ես անում ոստիկանությունում։ Արշակ, ես գնացել էի Հասմիկի տուն, որ խոսեինք։ Ու այն ինչ որ տեսա չեմ կարող նկարագրել։ Լանա, ինչ ա եղել։ Հասմիկին են սպանել, Արշակ։ Ոնց։ Արշակ, խնդրում եմ, կարող ես գալ։ Ես չգիտեմ ոնց եմ տուն հասնելու։ Լավ, բաժանմունքի հասցեն ուղարկի հենց հիմա գալիս եմ։ Ինչ ա եղել, Արշակոպար։ Դու ջան, ժամանակ չկա, գամ հետո կխոսենք, հա։ Հա չիմանամ ինչ ա եղել, Արշակոպար, նոր վատ էիր։ Լսի։ Հասմիկին են մահացած գտել։ Լանան էլ ոստիկանությունում է։
Ինչ։ Ոնց Հասմիկին են մահացած գտել։ Ինչ ես խոսում Արշակոպար։ Դու ես էլ չգիտեմ։ Դրա համար հիմա գնում եմ իմանամ։ Լսի տղես։ Ես էլ եմ ուզում գամ։ Չէ։ Արշակոպար լսի։ Ես ու Հասմիկը լավ ընկերներ էինք։ Հա, մեր հարաբերությունները վերջերս լավ չէին։ Մենք մեզ ընկերների նման չէինք պահում, բայց այդ իմ ապրումների վրա չի ազդում։ Իմ սիրտն էլ է իր համար ցավում է, սա սիրտս կփայթի, ես էլ պիտի գամ։ Լավ գնացինք։ Ալո, Էլիս, ինչ ա եղել իմ երեխուն, ասա, որ են ինչ նոր իմացել եմ սուտ ա, ասա, որ Հասմիկս ողջ ու առողջ քո կողքին ա հիմա։ մի րոպե, ինչ ա եղել Հասմիկին, ինչ եք լացում, Հիմա կարող եք գնալ, բայց հաշվի առեք, որ կարող ենք հետ կանչել։ Դեպքի վայրից ինֆորմացիա չկա, երբ որ բավականաչափ ինֆորմացիա ունենամ, կխոսենք։ Անհասանելի է Էլիս։ Էլիս ինչ ա եղել։ որ զանգերիդ պատասխանես կարող է իմանաս ինչ ա եղել։ Հեռախոսը սանջատվել է ուղղակի, Էլիս։ Կասես հասկանամ ինչ ա եղել։ Լուրջ բան ա եղել, Ալինա, դու ասա, ինչ ա եղել։ Նոր Հասմիկը ինչ։ Նորից հայտնվել է ընկերուիդ, հա։ Հիմա ինչ ա արել, կասես Էլիս։ Միավորվել ա էլի բաբկենի հետ նոր բան են արել։ Քիչ էր որ իրաց պատճառով տունը կորցրեցինք, էլի ինչ որ բան ունենք կորցնելու որ չգիտեմ։ Նորո։ Ինչ Էլիս։ Ես ընկերուց զգուշացրել եմ, եթե մի անգամ էլ իրաց սխալ բան թույլ տվեց, էլ հաշվի չեմ առնելու որ աղջիկա։ Էլ ոչ մի բան հաշվի չեմ առնելու։ Էլ ոչ մի բան հաշվի առնելու կարիք չկա։ Հասմիկը էլ չկա նորո։ Չկա։ Մահացել նորո։ Չկա։ Հասմիկի մաման էր զանգել։ Ասեց ասա որ Հասմիկը հետը տա։ Որ ոչ մի բան չի եղել։ Չկա Հասմիկը։ Ճիշտ ասում նոր։ Չկա։
Այսինքն դու մտարներ տեսար, որ Հասմիկը գետնին ընկած, հա։ Հա, Էդո։ Ես չեմ հասկանում ինչ ա եղել այդ աղջկան։ Դա ինչ է ասում քննիչը, ինչի՞ց է մահացել։ Լանա ջան, խոսա, պարտադիր չի որ հարցը տանք նոր պատասխանես, ինչ գիտես մի անգամից ասա։ Էդո ջան, արդեն ասեցի, ոչ մի նորմալ բան չեն ասել, ոչ մի մանրամասնություն ես չգիտեմ։ Ինձ ասեցին, որ դուրս գամ, հետո նորից կկանչեն։ Հետո հանգստացի, բոլորս էլ լարված ենք ու չենք հասկանում ինչ ա եղել։ Կռիվ մի սարքի։ Հանգիստ եղի։ Ալո։ Բարև ձեզ։ Ինչ լավ է դեռ այստեղ եք։ Գևորգյանը նորից ձեզ իր մոտ է կանչել։ Բայց ես ինչ գիտեի, արդեն ասել եմ։ Մոտեցեք, խնդրում եմ։ Լավ։ Ինչ ա եղել։ Նորից ներս են կանչում։ Լանա կարող է նորություն ունենա։ Կանչելիք։ Դուք հաստատ ցուցմունքում բաց թողում չունեք։ Չէ, ինչ կար գրել եմ։ Բանավորել ներկայացրել եմ։ Ինչ որ խնդիր կա։ Տեսեք, դուք ձեր ցուցմունքում նշել եք, որ գնացել եք Հասմիկի տուն խոսելու նպատակով։ Ու դրանից հետո տեսել եք Հասմիկի մարմինը գետինը ընկած։ Հա, Դուք դրանից առաջ այդ տանը եղել եք։ Ալո։ Դե հա հասկանում եմ։ Արդեն գիտեմ ես չոր ու կոպիտ ալոյիդ հետևում ինչա թաքնված, ու էլ ոչ մի բանից չեմ զարմանում։ Ագդա հիմա դրամաների հավես չունեմ։ Եթե տենց ես խոսալու անջատի։ Նորո մենք պետքա խոսանք։ Դու բերել ես անցյալը խառնում ես ներկայի հետ։ Այն ներկայի, որը մեզ երջանիկ ապագա էր խոստանում։ Ու եթե դու որոշել ես, որ ամեն ինչ պետքա քանդես, ուրեմն պետքա բացատրես, թե ինչի համար։ Ագդա Հասմիկն է մահացել։ Ինչ։ Այդ աղջկան մահացած են գտել իր տան մեջ։ Թող հիմա լսածս հասկանամ, փորձեմ հասկանամ, թե ինչ է կատարվում։ Նորո ինչ ես խոսում։ Ես ինձ մեղավոր եմ զգում այդ աղջկա չստացված կյանքի համար։ Նորո խնդրում եմ, դու հիմա մենակ հանգստացի։ Մեղքի զգացումը խեղդում է ինձ ներսից։ Շատ կոպիտ եղա հետը, շատ։ Մենակ թե իմ մտածածը չլինի։ Մենակ այդ մեղքի տակ ինձ գցած չլինի Հասմիկը։ Նորո Ինչի՞ չեք խոսում։ ես ուղղակի մոռացել էի ասել, որ
որ գնացել եք Հասմիկենս տուն ու վիճաբանություն սարքել։ Այսինքն, Ես ձեզ ասեցի, չէ, որ դեպքի վայրում աշխատանքներ են տարվում։ հա, ասել եք։ Հասմիկի հարևանուհիներից մեկը մեր աշխատակցին ասել է, որ ուժեղ գորգորոսներ է լսել։ Հետո նկատել է, որ մի կին բարկացած մոտենում է վերելակին ու աստիճաններով իջել է ցած։ Մենք ուղարկեցինք ձեր նկարը ու հարևանուհին պնդեց, որ այդ կինը դուք եք եղել։ Հասմիկը մահացել է գլխի հարվածից։ Կարող է այդ վեճի ընթացքում ձեզ չեք տիրապետել ու հրել եք նրան։ Ուղեղից մեզ չի տեղավորվում։ Ինչ է։ Հասմիկին սպանել են ու հիմա Լանան է կասկածյալ։ Ոնց։ Այսինքն Ինքն էր զանգել կանչել։ Ինչ հարցով։ Ուղղակի խոսելու։ Վիճելու։ Ես գնացի իրանց տուն, մենք խոսեցինք, իրար չհասկացանք, վիճեցինք, հետո ես… Հետո որոշեցիք էլի գնալ։ Հա, Ու էլի վիճեցիք։ Հրեցիք։ ես իրան արդեն մահացած եմ գտել։ Ես իրա տուն ցերեկն եմ գնացել, որ խոսել ենք, վիճել ենք։ Բայց հետո ես գիշերով եմ իրան այդ վիճակում գտել։ Ամեն դեպքում դուք չեք ասել, որ վիճել եք, կամ երկու անգամ եք գնացել։ Հա, ես չեմ թաքցնում։ Ուղղակի չեք ասել։ Հետո ես չեմ հասկանում, ես ինչ աբսուրդ բան է։ Ոչինչ, ամեն ինչ կբարձվի։ Նորոնա։ Չգիտեմ էլ ինչ ասեմ այս տղուն։ Երևի արդեն գիտի։ Այդ բանը չեմ հասկանում ասածներիցդ։ Հեսա գլուխս կպայթի։ Ինչ ասում։ Այդ հիմա նորից ու ավելի մանրամասն ախպերս, լսում եմ, ասա։ Ցավում եմ, բայց պիտի մնաք։ Ինչի համար։ Միչև որ հանգամանքները պարզվեն։ Ինչ հանգամանք։ Ես այդ մարդու տնից դուրս եմ եկել, ինքը ողջ ու առողջ ա եղել։ Հետո երբ որ վերադարձել եմ, արդեն… Դուք մնում եք։ Նորո մի բան ասա։ Ասելու բան չկա։ Խնդրում եմ։ Սպանել են։ Հիմա քննություն ա գնում էլիս։ Ավել բան չեմ կարող ասեմ։ Ոնց սպանել են։ Ով է սպանել, ինչի է սպանել։ Ես չեմ քննիչը, չեմ կարող քո հարցերին պատասխանել։
Էդու քեզ ձիգ բայ։ Չեմ կարող Արշակոպար։ Չի ստացվում։ Կասեք այդ դեպքը ոնց է կատարվել։ Մագդա Հասմիկին ինչ որ մեկը հրել է։ Ըստ նախնական վարկածի ընկելա գլուխը խփել է ու դրանից է մահացել։ Բայց ով։ Դեռ չգիտեն։ Չգիտենք։ Նենց չի որ ընդհանրապես չգիտենք։ Էդո Լանան չէր կարա տենց բան աներ։ Դա հեչ, չէր կարա։ Բայց կասկածյալ է, չէ։ Մի վարքյան Լանան Հասմիկի հետ ինչ գործ ունի։ Լանանը Հասմիկի դիակը գտել իր տանը ու զանգել ոստիկանություն։ Բայց դեպքից մի քանի ժամ առաջ շփվել են իրար հետ ու վիճել են։ Հարևանն էլ Լանային տեսել ու ոստիկաններին ասել։ Այսինքն վիճել են։ Իրանք ինչի համար պետք է իրար հետ վիճեին։ Այդ նամակի պահը Լանայի վրա շատ ծանր նստեց։ Բայց ես վստահ եմ, որ ինքը դա չի արել։ Որովհետև ինչքան էլ որ բարկացած լիներ, ձեռքերին ազատություն չէր տա։ Էդո դու հավատում ես, որ Լանան կապ ունի Հասմիկի մահվան մեջ։ Չգիտեմ Մագդա, ես չգիտեմ ինչ մտածեմ։ Ես ուղղակի Լանայի մասին խոսում եմ, որ իմանաս։ Իմաստ չկա թաքցնելու։ Հետո կասկածանքով ասացիր, հիմա ինչ ասես կմտածի։ Արշակոպար, ես հիմա նենց վիճակում եմ, որ ընդհանրապես չգիտեմ ինչ մտածեմ, ինչ ենթադրեմ։ Ես ու Հասմիկը լավ ընկերներ էինք։ Իսկ եթե Լանան ուղղակի իրան չի կարացել տիրապետի։ Եթե վիճել են ու բանը ասել են նրան, որ ինքը ափերից դուրս է եկել, ինչի եք բացառում։ Ինչի չի կարա Լանան տես բան անի։ Ինչի չես հավատում։ Հետո որովհետև վստահ եմ, որ այդ Լանան չի։ Դրա համար էլ միանգամից բացառում եմ։ Հասկանում եմ վիճակդ բարդ է։ Անկախ ձեր ներկա հարաբերություններից ընկեր ես կորցրել։ Բայց գիտակցությունը տեղը պահիր էդո։ Լավ, բա հիմա Լանայի հետ ինչ ա լինելու։ Չգիտեմ Մագդա։ Հասմիկի մարմինը փորձաքննության են տարել։ Պետքա սպասենք։ Լավ, ես չեմ հասկանում, ինչի համար ինքը խառնվեց այս պատմությանը։ Այդ կինը երբ է սովորելու մի բան անելուց առաջ մտածի նոր անի։ Մագդա, երբ որ ծնողը պետքա պաշտպանի երեխուն, մտքին եկած առաջին բանը անում է միանգամից։ Ասա։ Դուրս արի։ Կարող է դու ներս գաս։ Դուրս արի այդ։ Նորոներ։ Հա։ Ստորագրեք։ Սա քաղաքից չեռանալու մասին փաստաթուղթ է։
Հիմա ազատ եք։ Այսինքն, Չեք ուզում տուն գնալ։ մի քիչ առաջ ես կասկածյալ էի։ Նոր հանգամանքներ են հայտ եկել։ Ըստ այդ հանգամանքների ձեզանից առաջ տանը ուրիշ մարդ է եղել։ Ինչ հանգամանքներ,